Իրանց բազարնա թող իրանք փակեն։ Հանգիստ։ Միակ հանգիստ փակած։ Բա մարդը ծանր է տանում, նորմալ է էլի։ Ահա։ Բայց դու շատ անկեղծ տղա ես, քեզ ասեմ, իզուր քեզ չեն գնահատում, դու շատ անկեղծ տղա ես։ Քեզ իզուր չեն գնահատում, դու ոնց որ հեչ քպը չես։ Արդյունքը սենց տնես կա, ասենք ես բանը սարքելու իմաստը որ կա։ Ես ձեր ջիգերը պիտի։ Դե ընտրությունը պրոցենտ։ Դու կյանքի կտորես։ Մենք գիտենք, որ դուք ընտրությունները նկարել եք, բայց ոնց որ ձեր նկարչությունը մինչև վերջ եղել։ Ընտրությունները սա դեմոկրատ ես ասում։ Գիտեմ, ձեզից դեմոկրատ մենք չենք տեսել 25 տարում։ Բայց ո՞ւր եք։ Վալոդյան, Ինչպես Վալոդյան, Պարոն Խաչատրյան։ Եկել այ քեզի բան։ Նկարեք, աուդիո, վիդեո, ինչ եք ուզում։ Հեր դուք վտանգավոր եք։ Ո՞ս վտանգավոր։ Տենց ախպեր ջան, դե հիմա իմ լրագրողը գոռում էր, ես դրա համար եմ եկել։ Ես ո՞ս կարամ վտանգավոր։ Շնորհակալ եմ, որ դուք շատ Կին եք, ես ո՞ս կարամ վտանգավոր։ կեցեք, լավ։ Ասեք տեսեմ ինչու՞ց եք նեղվել։ Ես այեմ ու ես տղամարդը շեմ կա։ Միակ հենց հեն եք սաղաթել։ Սուզի ջան, անջատ եք էլի։ Դավայ այն կողմ։ Սուզի ջան, Բաբշե սա լրագրողական չի խմած մարդու նկարելը։ մի կարեք էլի ուղղակի։ Լրագրողի համար սա մահացած մարդուն ծեծել է նշանակում։ Բայց քանի որ դուք մեզ զինվորների դիերին վերաբերվել եք, այն կողմ գնա, չեմ սադրում։ Այսօր սաղորը դուք ձեզ ոնց եք պահետրա տեղամասերու։ Քաղաքում կուրաժի տնելով ման էիք գալիս։ Մենք չենք տեսել ձեզ։ Հետա ձեր կինոներն է, դուք ես բնական վիճակում եք լրիվ։ Լրագրողներից վրա է հարձակվել։ Ուզում եք պա հասկանամ, էլի։ Չեն իրար եք բոլորը կռվում, չի համար եք կռվում իրար եք։ Որտե ոստիկանությունով իսկ չան կպականի մոտ են ախպեր ջան։ Իդեպ հրավիրեցի, որտեվ իմ լրագրողները գորգոռում էին, բայց չեկան։ Նայի դաժե հարգանք չունեն այնքան իրանք իրար մոտ։ Հələ թող մենք կլենք ոնց էին բերման ենթարկյալ։ Զգուշ, մի խցրի։ Ես զգուշ եմ, հանգիստ աղեք։ Պարոն Խաչատրյան, լավ եկեք մոռանանք ձեր ընկերոջը, եկեք մի քիչ խոսենք։ Պարոն Սարուխանյանին հանգիստ թողնենք։ Իդեպ ասեք թող մի հատ ներողություն խնդրի իմ աղջիկներին, նոր անցնի գնա, կամ էլ դուք ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ փոխարեն, որտեվ ես իմ երեխեքի ահա զանգով եմ եկել։ Ես ներողություն ունեմ խնդրում Եթե ինչ-որ բան է եղել, ես անձամբ ներողություն եմ Լավ, Ժաննա, վсё, մենք հիմա թող մի քիչ ընտրական արդյունքներից խոսենք։ Չէ շարունակում, ես ամբիոնից ելույթ ունենակ, ասել պատերին ենք տալիս այս կոմայնքում, բայց դեպքում անգամ ոստիկանությունը չբարեհաճեց, որը կարգեր անում։ Կստացի ոստիկանությունը ձերն է, թե մերն է։ Պարոն Սարուխանյան։ Խախտում եք։ Պարոն Սարուխանյան, ոստիկանությունը հələ մի րոպե ընկեր։ Ոստիկանությունը ձերն է, թե նաև մերն է եւ բոլորին է։ Այդ դեպքում մի հատ իրանց մի րոպե, մի հատ իրանց հանգստացինք է, հասկացանք, ես մոռացել եմ, հիմա մենք քաղաքական ընտրություններից ենք խոսում։ Անկեր մի սադրի, լավ, քաղաքական պրոցեսներից ենք խոսում հանգիստով։ Բա որ բոլորին է, այսօր ողջ օրը, չէ, ես հիմա ձեզ հետ քաղաքական ընտրություններից եմ խոսում, սա լրագրողական չի, եթե ես նկարեմ, ես ինձ չեմ հարգի, դուք սա կանեիք ավելի այլանդակ ձևով, բայց ես ինձ կհարգեմ, որտեղ 25 տարի լրագրող եմ, ձեր թիմակիցները, Սյուզան Բադոյան։ Հիմա ես քաղաքական ընտրություններից եմ խոսում, եթե կարելի է ձեզ հետ ընտրություններից խոսեմ, ընտրություններից, եկեք ընտրություններից խոսենք, համեցեք էլի պարոն Խաչատրյան, պարոն Խաչատրյան, այմա թող Սարուխանյան կարենը տանի լավ։ Բաչան, ելնեմ ատասը։ Պիպա։
Ես ուզում եմ ընտրություններից խոսեմ, կարելի է թույլ տալ ի վերջո գործող իշխանության ներկայացուցիչներ են ստեղ։ Բայց երբ ինչի մենք ձեր հրահանգներին ենթարկվենք, եկեք գնանք միասին ձեր տեղամասի մոտ։ Ինձ թվում է կառավարել է ձեր ընկերը արդեն խնդիր չկա։ Եկեք հա խոսենք։ Ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչները լրագրողներին հայոյում են։ Գնացինք, այս շոուն թող մի անգամ էլ ձեր դեմքով երևա էլի։ Դուք վերջի ուրիշին պատերով եք տալիս, թող մի հատ էլ երևա, մի րոպե։ Թող մի հատ էլ երևա դուք բնական վիճակում, արդյոք տեսնեն ով եք դուք, որ ազգային ժողովում ՊՊՑ-ի դերկայությամբ գողական տղուտեղ եք ձեզ դրել։ Ով կխոսի մեզ հետ Գյումրու ընտրություններից մոռանանք մենք նավակ ճոճողին։ Ինչի՞։ Հազար են բռնացել իշխանության ներկայացուցիչ։ Եկեք խոսենք։ Գնացինք։ Եկեք, կանցնենք, այնքան խոսենք։ Դուք ներողություն խնդրեցիք, չէ՞, իմ լրագրողներին։ Դուք ամաչում եք ձեր գործընկերոջ պահվածքի համար։ Ես չեմ տեսել, ես տեղում չեմ եղել։ Հենց նոր տեղի ունեցածի համար ամաչում եք, թե չէ ձեր գործընկերոջ պահվածքի համար։ Ես ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ Իմ հարցը ոնց որ ուրիշ բան է։ Ինչ-որ վիրավորանք է եղել մեր գործընկերոջ կողմից։ Ես իմ Ձեզ ամեն ինչ կարելի է փաստորեն։ Իդեպ ոստիկաններին ես հրավիրում եմ, լայախ չեն անում, այս 10 մետրը բարձրանա։ Ձեզ ինձ վախենում են գործել ոստիկանները օրենքի շրջանակներում։ Իմ գործընկերը թույլ տվեք, ոչինչ նյարդայնացած եմ կներեք, մեզ ամեն օր չեն հայհոյել։ Ձեր որակի մարդիկ մեզ նոր են ռաստեկել։ Նորմալ է, որ մենք կարանք վրդովված լինենք։ Չենք վիրավորում, ձեզ ուղղակի ցույց ենք տալիս։ Կներեք, դուք ինչ եք անում մի քիչ առաջ։ Ես ներողություն հայտնեցի, եթե Ձեր գործընկերը հարձակվել է եղել է մեր գործընկերոջ կողմից։ Իմիջալոց ազգային ժողովում դուք լրագրողներին վերաբերվել եք, իմ թևից 10 անգամ քաշելով տալ եք, որովհետև ՊՊՑ-ի ներկայացուցիչները ձեզ այնքան իրավունքներ են տվել։ Դուք չեք արել, ձեր գործընկերները, այդ թվում Անդրանիկ Քոչյանը, խոսում եմ, այն կողմ գնա, այն կողմից նկարի։ Մի խանգարի ինձ։ Մարդիկ հայոյում են, կանգնած հայոյում են լրագրողներին։ Իրա վարկը պիտի քննվի, քաղաքական գնահատական տրվի եւ մանդատը վայր դնի։ Մենք նկարել ենք վիդեոն, հեսա կլուսաբանում։ Երբ որ տեսնեմ, նոր կհասկանամ, բայց ես Իսկ ընդհանրապես դիցուկ արել է։ ու նախընտրական շտաբում եմ եղել, նախընտրական շտաբից եկեմ Կներեք, Մհեր Սեթրակյանի վարկագիծը հիշում եք ինչ պատժի արժանացավ։ վատ վարկագիծ է եղել, ես ներողություն խնդրում։ Իսկ Անդրանիկ Քոչյանի վատ վարկագծի համար ներողություն խնդրել եք։ Դրա մեջ վատ բան կա։ Դուք ոնց վատ բան չկա, լուրջ դուք ամեն օր եք խմում Ներողություն խնդրելու մեջ, ներողություն խնդրելու մասին է խոսքը։ Դուք Անդրանիկ Քոչյանի վարկագծի համար, մի րոպե, Անդրանիկ Քոչյանի վարկագծի համար քանի անգամ եք ներողություն խնդրել, քանի անգամ եք որևէ լրագրողից զանգել, Ալենի ցինիզմի համար, քանի անգամ եք ձեզ թույլ տվել զանգել, ներողություն խնդրել։ Այսինքն այն որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մարդկանց Ռոբերտ Քոչյան պաշտոնավարման ժամանակ դուք երևի ինչպես դուք եք ասում։ Լուսաբանում եք այդ ժամանակ, Սուզան, դուք։ Այո, ես լրագրող եմ եղել եւ ընդդիմադիր։ Եթե դուք ձեր կենսագրությունը սկսել եք 18-ից, ես իմ կենսագրությունը սկսել եմ 2000-ից։ Հիշեք, ես իմ կենսագրությունը։ Ո՞նց եք լուսաբանում։ Շատ լավ, գնացեք կարդացեք մամուլի էջերում։ Իդեպ գնացեք կարդացեք։ Այսքան լկտիություն երբեք չի եղել։ Դուք շատ կատեգորիկ կներեք լկտիություն չէ, սա ինչ է, սա գնահատական է, իրավունք ունեմ։ Եկեք ընտրություններից խոսենք։ Ինձ մի չափ տվեք, դուք դիրիժոր չեք, դա իրավունքը չունեք։ Եկեք ստեղ ձեր սարիկի թեք բանի առաջ ենք խոսում, եկեք։ Լույսերը հարմար չի, եկեք ստեղ։ Իդեպ մեզ շնորհակալություն տի հայտնեք, որ մենք այդ շոուն միջև վերջ չենք նկարել, եկեք ստեղ խոսեք։ Դուք ել եք այստեղ։ Ինչպես եք, լավ եք, ընտրական արդյունքները ձեզ գոհացնում են, ոնց որ դիլխոր եք, հա? Շատ դիլխոր եք։ Ուր են։ Սարիկ Մինասյանի շտաբն է, խնդրեմ, հավաքվել են, ընտրական արդյունքներն են ամփոփում։ Հարգելիներ, ինչ տպավորություն ունեք ձեր ընտրական արդյունքներից։
Հայտնի դեմքեր չկան։ Բայց ով ես որ քեզ բացատրություն տամ, ես շտաբում ինչ եմ անում։ Լրագրող եմ, ողջույն։ Մենք էլ ենք այս նույն բանն անում, կանգնեք նայեք, նորմալ է։ Դուք ինչ եք անհանգստանում։ Լրագրողի ֆունկցիան է, եկեք դուրս եք ԿՊԱ-ական պատգամավորի վարկը տեսեք։ Փողոցում շոուներ է անում։ Եկեք դուրս եկեք, էլի։ Շաբից դուրս եկեք։ Ահա, կեցես, ռոժդ տեսանք, հայ ապրես։ Ձեն մարդն ես, որին այսօր ամբողջ օրը Սարիկի տեղամասում նկարել եմ։ Տեսեք ապացուցվեց դուք ովքեր եք։ Այսօր ամբողջ օրը ընտրական տեղամասում վերահսկում էին ընտրողներից։ Դուրս եկեք ժողովուրդ։ Ինձ մի ասա դուրս եկեք։ Ամփեր ես կորոշեմ դուրս կգամ, հասկացա։ Որոշելով չի։ Կխոսեք մեզ հետ ընտրական արդյունքներից գոհ եք եւ ինչ եք սպասում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման դեպքում։ Քո դեմքը նկարելու ոչ մի ցանկություն չկա ինքն դավայ։ Դուք ինձ մի ասեք ինչ անեմ։ Ես կասեմ որտեղից լրագրող եմ եւ դրա իրավունք ունեմ։ Լրագրողը բայց Ուրա։ Տիկին Բաղդասարյան, կմոտենաք մեզ ասեք, ընտրական արդյունքներից գոհ եք, թե չէ, շատ գոհ ենք, շատ գոհ ենք։ Ես կասեմ եմ հարց տալիս, ենքը վարչապետի խոսնակա։ Դուրս եկեք։ Տիկին Բաղդասարյան, տխուր եք կարծես թե։ Դուրս կգաք, մենք էլ մեր գործը հանգիստ անենք։ Հələ ասեք աղո գալիս է խոսի, էլի Հա, գնացեք։ դուրս եկեք ասեք։ Տիկին Բաղդասարյան։ Բարև ձեզ։ Գիլեն Գաբրելյանի վարքագծից տեղյակ եք։ Ինչ է պատահել։ Այսօր ամբողջ օրը շոուների մեջ է ձեր գործընկերը։ Կամաց։ Տեղյակ չեմ եղել ինչ որ միջադեպ է, ինչ եղել։ Մեր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեծ հնարավորություն են ձեռել, իրենից հետո բոլոր իրենց թույլ են տալիս լրագրողներին վիրավորելու։ Վիրավորենք պիտակավոր։ Չէ՞ վայ, դու կարող եք վիրավորել եք։ բնույթի հավյանքներ է տալիս, Մենք ունենք տեսանյութ։ ընկել էր մեր հետևից, ուզում էին գնայինք չէր թողնում։ Մենք այս նոր է տեղի ունեցել։ Ես հրապարակեմ։ Կարող եթե կարելի է չեմ տեսել։ Կարգե սիրով հրապարակել բան չէ։ Եվ ասեք, այս վարքագծին ինչ է հետևում։ Քաղաքական, գնահատական, մանդատը վայ դնելու թիմային որոշում, ազատվել, այդպիսի վարքագծով պատգամավորներից իհարկե նա միևնույնն է Անդրանիկ Քոչարյանի շատ ավելի լավն է, հավատացեք։ Որտեւ Անդրանիկ Քոչարյանը դա օյախ ժամանակ է իրեն թույլ տալիս։ Ավելի մեծ մասշտաբի է։ Այս ամենքը հրապարակենք, մեզ մոտ կա տեսանյութերը։ Բայց ոնց որ զրուցում եք, հա։ Հա, շատ ջերմ զրուցում ենք։ Շատ Լավ, եկեք մենք ընտրությունից խոսենք, եթե կարելի է։ Ես ինչ-որ նկարիլս է, ով շա հրապարակի է, Всё, անջատի, մեզ հետ արդյունք չմնացածը։ Ես հուսով եմ։ Ես չեմ գնահատական տվողը, բայց ցանկացած պարագայում կարծում եմ բոլորիս կարծիքը մեկն է, լրագրողի գործունեությունը ոչնդոտել չի կարելի։ Ինչ եք ուզում խոսել ընտրությունից։ Ընտրությունների արդյունքներից առաջարկում եմ խոսենք, իհարկե լրագրողի գործունեությունը խոչընդոտելը մի բան է, հասկանում եմ վիրավորված ես համբերի։ Լրագրողի գործունեությունը խոչընդոտելը մի բան է եւ հայհոյել բոլորովին այլ բան, հայ տղամարդը, հայ կնոջը պլյուս մանդատավոր։ Ես հասկանում եմ դուք վատ եք զգում, գուցե ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ պահվածքի համար, որ դուք տեսանյութով տեսաք։ Մի անգամ դուք ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ վարքագծի համար։ Դուք ուզում եք ինչ-որ հարց գալիս, Ես կուղեմ սիրելիս։ ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտել չի կարելի։ Եվ հայ կնոջը կարելի է։ Ընդհանրապես Հայհոյել։ մեկին հայհոյել չի կարելի։ Այսինքն մենք կսպասենք եւ հետեւողականորեն